կամ Ստամբուլը այրան ծով սարքելու տեսլականն է, կամ թուրքերին հպատակվելու թուրքի կոշիկ լիզողի կերպարն է։ Բայց արդյունքում բավարարեց միայն Ադրբեջանի։ Այդ որ ասում են դե լավ, թուրքերը մինչև Սարդարապատ հասնում են։ Ինքը պիտի մնա, ուրիշ էլ ոչ մեկ չկա։ Ալիևը հիմա խանգարում է ձեզ։ Այդ ամբողջ ճանապարհին նրանց միացավ միայն Չալում։ 18 թվականը դա հակապետական process էր, պետությունը մերժելու process։ Եթե պետության մեջ Չալոն ու Նիկոլը կարող են քայլելով կան իշխանություն վերցնել, Ավելի լավ է տժանք, խորոված փարթի անենք, բան անենք, այ Ամերիկան որ ճանաչի, աշխարհը կփլվի։ Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Դերանիկ մենք այսօր նորամուծություն ունենք մեր ունկնդիրներին էլ ասենք, որ այսուհետ Մահակ podcast-ը հեռարձակվելու է 7am լրատվաբերության կայքի 7-րդ TV YouTube-յան ալիքով, այնպես որ արդեն դուք կարող եք միանալ 7-րդ TV YouTube-յան էջին, բաժանորդագրվել Facebook-յան էջին, TikTok-ին, սրտիկել հավանել այդ ամեն ինչը տարածել, կոմենտել, մեկնաբանություններ գրել, այսինքն նույն գործողությունները անում եք, պարզապես հեռարձակվելու է podcast-ը 7-րդ TV YouTube-յան ալիքով։ Այսօր, քանի որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, մենք խոսելու ենք ցեղասպանությունից, բայց ավելի կարևոր է ցեղասպանությունից հետո տեղի ունեցած իրադարձություններից եւ քաղված կամ չքաղված դասերից, որ 100 տարի մենք ըստ էության ապրում ենք այդ դիլեմայի մեջ, թե ինչ տիպի դասեր քաղենք, թե չքաղենք, շատ կոպիտ է հնչում, բայց այդպես է։ Հիմա փորձենք հասկանալ ինչ տեղի ունեցավ, շատ կարճ էլի, այդ 100 տարվա կտրվածքը, ու ինչու մենք կանգնեցինք եւս մեկ անգամ կոտրած տաշտակի առաջ 20 թվականից սկսած, հա, մինչև հիմա այդ կոտրած տաշտակի առաջ ենք։ Ու այսօր էլ նույն սպառնալիքների տակ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը։ Այո, դա ենք փորձում պատճառը հետևանքային կապով հասկանալ։ Եվ մեր հյուրի հետ էլ ավելի շատ երևի խոսենք լուծումներից, թե ինչ տարբերակով է հնարավոր այս ամեն ինչից դուրս գալ եւ ինչ ճակատագիր եւ ապագա է սպասվում մեր երկրին։ Շատ բարդ է լինելու այդ ամբողջը շատ կարճ ժամանակահատվածում ներկայացնել, բայց տեսեք, հիմա որ խոսում ենք հայոց ցեղասպանությունից, նախ ֆիքսենք, թե ինչու հայոց ցեղասպանության հետ կապված ու նաև եկեղեցու հետ կապված Նիկոլ Փաշինյանի այդ նրանց նկատմամբ հարձակումները շատ ներվ առաջացրեց ժողովրդի մոտ, նյարդին կպավ, որովհետև քրիստոնեությունը, առաքելական եկեղեցին մեր ինքնության, գենետիկ ինքնության բաղկացուցիչ մասերից է եւ այն ամենակարևոր ներն է, հենց գտնում ես ինքը սկսում է մարմինդ բան անել, էլի ցավ անցնել մարմինի միջով, երկրորդը ցեղասպանությունը։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը կպնում ցեղասպանության կապը, բոլորը գիտեն, հա։ Նախ միջազգային ճանաչման խնդիրը դուրս է բերել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից, ինչը շատ կարևոր է։ Բավարարելով Թուրքիայի նախապայմանը։ Այո, դա Թուրքիայի հստակ նախապայման է, հիմա ինքը բավարարում է։ Ցեղասպանության հարցը թողնում է, այսպես ասած, պատմաբանների մասնագետներ, որ նստեք, ասենք, կլոր սեղանի շուրջ իրար հետ խոսացեք, հասկացեք ինչա կատարում, ինչ չի կատարվում։ Իրականում նշանակում է, որ մոռացության ենք մատնում եւ թեմային ընդհանրապես չենք անդրադառնում։ Նու դա ուրացման նման, ուրանալ միլիոն ու կես զոհերին։ Դա եւս ներվ է առաջացնում ժողովրդի մոտ, որովհետեւ մեր հասարակության մեծ մասը Հայաստանում ապրողների, դուրս էլ չասեմ, էլի հենց Հայաստանն ենք դիտարկում, Հայաստանի քաղաքացիների շատ մեծ մաս հայոց ցեղասպանության ժառանգներն են, այսինքն այն մարդկանց ժառանգներն են, ովքեր տեսել են կամ այն կերպ առնչվել են հայոց ցեղասպանությանը։ Դա եւս իրենց գենետիկ ինքնության բաղկացուցիչ մասերից է։ Հիմա երբ որ Նիկոլը ասում է, դե ոչինչ արեք, ուրանանք, որ տատիդ մորթել են, պապիդ, չգիտեմ, քարատել են, պապիդ, ասենք, մանկահասակ քրոջը գլխատել են կամ հղի կնոջը սպանել են,
մարդկանց մոտ չի կարող դա դրական ասոցիացիաներ առաջացնի։ Զուտ նաև իր կտրվածքով, իր անձնական վշտի կտրվածքով, նաև անարդարության հետ կապված, որովհետև մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անարդարացի է, որ մինչև հիմա հայոց ցեղասպանությունը այն չափով ճանաչում չի գտել, ինչ չափով մենք կցանկանայինք, իսկ մենք ինչ չափով ենք ցանկանում հայոց ցեղասպանության ճանաչումը։ Առնվազն այն չափով, որ ամբողջ աշխարհը դատապարտի եւ այլևս կրկնությունը բացառվի։ Բայց դրա համար ինչ կարևոր նախապայման կա, որ Թուրքիան առաջինը ճանաչի։ Այո։ Աշխարհի ճիշտ է շատ Այո, երկրներ ճանաչել են, ազդեցիկ երկրներ ճանաչել են, բայց դա ինչ է փոխել։ Ոչ մի բան։ Այստեղ կարևոր է, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, դա հիմնական երաշխիքներից է, որ Թուրքիան չի կրկնի այդ ցեղասպանությունը։ Երաշխիք որևէ մեկը չունի, բայց գոնե ինչ որ չափով դա հույս կտա, որ ապագայում նման բաներ չեն կրկնվի։ Իսկ Թուրքիան կտրուկ հրաժարվում է դա անելուց։ Ու այստեղ ամենևին էլ պահանջատիրության խնդիր չկա։ Շատերը նշում են, որ այ դուք որ պահանջում եք, ես համոզված եմ, որ նիկոլական քարոզչյան մեքենան հիմա միացնելու է այդ պլաստինկան, որ այ դուք որ ճանաչում եք հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից, դուք նկրտումներ ունեք Թուրքիայի ինքնիշխան տարածքների նկատմամբ, դուք պահանջում եք Մուշը, Սասունը, Վանը, չգիտեմ, Կարսն ու եւ Արդահանը։ ի վերջո էլի ուզում եք պատերազմ բերել Հայաստանում, այսինքն Ճիշտ է, նորից այո։ սպառնում են պատերազմով, վախեցնելով հերթական անգամ։ Այո, գալու է այդ պահը, եթե սրանք իշխանության մնացին հրաշքով, գալու է այդ պահը, երբ ասելու են հարգելի հպարտ քաղաքացի, եթե դու ուզում ես, որ պատերազմ չլինի Թուրքիայի հետ, հետեւաբար դու մոռացի հայոց ցեղասպանության մասին։ Ես չգիտեմ, քանի հոգի կհամաձայնվի ենթարկվելու պատմական հիշողության այդ մեխանիկական ֆորմատին, ուղեղը դնի այդ ֆորմատան է, մաքրեն այդ ամեն ինչը։ Ինչքանով է դա բարոյական, ինչքանով է դա, չգիտեմ, ընդունելի շատերի համար։ Կարծում եմ, որ հասարակության մեծամասնության համար դա ընդունելի տարբերակ չի լինի։ Տերենիկ, ի սկզբանե իրենք արդեն խաբեության ճանապարհով էին գնում, որովհետև ասում էին, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են առանց նախապայմանների։ Բայց ի սկզբանե Թուրքիան երբեք էլ չի թաքցրել եւ հենց ինքն է սահմանները փակել, պահանջելով, որպիսի Հայաստանը Արցախը հանձնի Ադրբեջանին եւ մոռանա ուրանա ցեղասպանության ճանաչման հարցը։ Արդյունքում այս երկու նախապայմաններն էլ Թուրքիայի Հայաստանը իդեմս ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի, որը ներկայացնում է Հայաստանը տվյալ պարագայում, այդ նախապայմանները կատարվեցին։ Ու հիմա բայց Թուրքիայի ախորժակը ուտելուց է բացվում։ Հիմա թուրք-ադրբեջանական այդ տանդեմը շարունակում է իր նախապայմանները առաջ քաշել, հիմա էլ խաբում են, ասում են, որ հիմա էլ է առանց նախապայմանների հարաբերությունները զարգանում, բայց իրենք արդեն սկսել են նոր ավելի ծավալուն նախապայմաններ առաջ քաշել։ 300 ադրբեջանցի տեղակայել, 300,000 ադրբեջանցի տեղակայել Հայաստանի տարածքում, իրենց ասած այդ Զանգեզուրի միջանցքը 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը այստեղից, սահմաններից Հայաստանի զորքերի հեռացումը եւ էլի շատ նախապայմաններ կան, անկախության հռչակագիրը հանելը սահմանադրությունից, սահմանադրությունը փոխելը, մի խոսքով։ Ու ցավոք սրտի նաև փորձն է ցույց տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն այս բոլոր նախապայմանները իրականացնում է։ Եվ դրանք վերջնարդյունքում ոչ թե հանգեցնում են խաղաղության, այլ ճիշտ հակառակը։ Հայաստանի դիրքերը գնալով թուլանում են, եւ մենք հիմա կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ։ Այսինքն, եթե ռեզումե անենք քո ասածները, Նիկոլը զբաղված է Էրդողանի եւ Ալիևի ախորժակը գրգռելով եւ բավարարելով։ Դե բավարարում է, գրգռում է, հետո բավարարում այսինքն է։ սկզբից աղցաններն են մատուցում, հետո տաք բլիթները, այդ ծիծաղելի է հնչում, բայց դա ցավ է։ Այսինքն աղցանը կարող է այս կամ այն տեսքով լինել, տաք, ասենք ուտեստը դա Արցախի տեսքով է մատուցում, հետո խոստանում է մյուս տաք ուտեստը մատուցել, չգիտեմ, 300,000 ադրբեջանցիների տեղավորելով եւ այլն։ Դրանից Թուրքիան եւ Ադրբեջանը հասկանում են, որ այստեղ չկա գործոն, այստեղ զոհ է, որի, ասենք, մորթին պետք է իրար մեջ բաժանենք։ Ու իրենց ստրատեգիական շահերը բավարարելու տեսանկյունից ճիշտ են։ Բավարարում են այդ շահերը Նիկոլ Փաշինյանի
կամեցողության հաշվին։ Ու դրա համար էլ ամեն հնարավոր եւ անհնար միջոցներով իրենց սատարումն են հայտնում Նիկոլ Փաշինյանը, բացահայտ կերպ։ Դե բնական է, ասենք Թուրքիայի գենշտաբի հայտարարությունը 21 թվականին, հետո իրենց արտգործնախարարը անունը Մի մոռացա։ քանի օր առաջ էս վերջերս արդեն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միակ վստահելի գործընկերն է եւ ինքը պիտի մնա, ուրիշ էլ ոչ մեկ չպիտի գա։ Հիմա տեսեք, այդ որ ասում են խաղաղություն թուրք-ադրբեջանական այդ տանդեմի հետ եւ այլն, Ալեն Սիմոնյանը իրենց ինձ թվում է Ալեն Սիմոնյանը իրենց տան երեխեն, Գիկորն է։ հա, ինչ կա ելնում հայտարարում է, էլի։ Ուրեմն Դա ինչ լսում է միամիտ կանգնում հայտարարում է։ Թուրքիայի մեջ, հա, հայտարարեց, այս վերջերս Թուրքիայի մեջ ասում է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների խանգարելուն մեզ կառուցելուն մեզ խանգարում է Ադրբեջանը, Ալիևը։ Ասենք մեկը չկար ասեր, տղա ջան, եկել եք ժողովրդի գլուխը հարթուկում եք, թե Ալիևի հետ խաղաղությունը կնքել ենք, բարգավաճում ենք, զարգանում ենք, մեկս մեկից լավն ենք կամենում, բայց ոնց է ստացվում, որ Ալիևը հիմա խանգարում է ձեզ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել։ Այդ խաղաղություն չէր, բարի դրացիական գործընկերային հարաբերություններ չէին։ Այդ ինչի է Ալիևը հիմա խանգարում, որ Էրդողանի գիրկն էլ էս մյուս դոշիտ խփես, էլի։ Փաստացի ինքը Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցել է, այդպես է հասկանում։ Այսինքն այստեղ տարօրինակ է, չէ՞, մի կողմից իրենք ասում են, որ ամեն ինչ լավ է, մյուս կողմից ասում են նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով Ալիևը խանգարում է Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին, Ռուբինյանին լավ հարաբերություններ, տաք հարաբերություններ կառուցելու։ Իմիջիայլոց Էրդողանի գրքի մասին հիշատակեցիր, որ կրծքին այսպես ամուր բռնած Նիկոլ Փաշինյանը շատ երջանիկ նկարվում էր Էրդողանի հետ, արդեն պատերազմից հետո, արդեն կորուստներից հետո, զոհերից հետո, բայց այստեղ ուշագրավը գիտես որն է Դերենիկ, որ իրենք էլ շատ լավ գիտեն ում հետ գործ ունեն։ Ու դա ավելի է ստոր դարձնում իրենց դավաճանությունը, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին մի այսպես ոգեշնչված ուղերձ էր հղում հայ ժողովրդին, դա 2020 թվականի հոկտեմբերի 14-ին էր, եթե չեմ սխալվում, ձայնի սենց հուզիչ տոնայնությամբ ասում էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միավորվել են, Թուրքիան ցեղասպան եւ ահաբեկիչ երկիր է, ահաբեկիչների են բերել Արցախում, մի խոսքով ասում էր, որ տարածքներ խաղաղության դիմաց այդ բանաձևը մենք մերժում ենք, Թուրքիան էլ եթե իր նպատակին հասնի, ապա շատ ավելի վատ եւ շղթայական հետևանքներ են ունենալու։ Ու դրանից ընդամենը 2 տարի անց փաստորեն Նիկոլ Փաշինյանը կրկին հոկտեմբերին շատ հետաքրքիր զուգադիպությամբ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանից հետո էլ արդեն գնում էր լայնաժպիտ, հա, ամբողջ ատամնաշարը ցույց տալով Էրդողանի եւ Ալիևի հետ էր խեղճ նայվ ասում էր գնանք բան անենք, սուրճ խմենք, Էրդողանն էլ թե Ալիևն էր ասում էր հա գնադիր, հեսա ես կգամ, էլի մոտավորապես այսպիսի պատկեր էր։ Ես առաջարկում եմ մի հատ որ թարմացնենք մեր հիշողությունը, դիտենք այդ կադրերը, հետո նորից շարունակենք մեր զրույցը։ Ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլև բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար։ Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ։ Մեծաթիվ թուրքական զորախումբ եւ ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան։ Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, եւ Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Տեղի ունեցավ աննախադեպ մի բան. Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին։ Զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի, հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար։
Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ, այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի։ Այդ խմբավորումը իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակել։ Այդ խմբավորումը իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակել։ Այդ խմբավորումը իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակել։ Այդ խմբավորումը իր առաջ դրել է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակել։ Դերենք ես առաջարկում եմ, որ մեր ունկնդիրները այս ուղերձը մեկ անգամ եւս դիտեն, հիշողությունը թարմացնեն, որովհետեւ 180 աստիճան բոլորովին այլ Նիկոլ կտեսնեն ու կտեսնեն, թե ինչպես էր այն ժամանակվանից ինքը հետևողականորեն խափում ժողովրդին եւ լվանում ուղեղները, համացանցում տեղադրված է ամբողջական ուղերձը։ Իրոք դիտեք, չէ, որովհետեւ իրենք հույսը դնում են նաեւ ժողովրդի կարճ հիշողության վրա ու ամենօրյա ռեժիմով այնքան ստեր են ասում, որ անկախ քեզանից մոռանում ես նախորդ ասած ստերը։ Դրա համար եմ ասում, արժի հիշել եւ հիշողությունը թարմացնել։ Արեկնաս, այստեղ շատ կարևոր նկատառում եմ ուզում անել, որ հիմա մենք խոսում ենք այս կերպ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության, պան-թուրքիզմի, պան-թուրանիզմի ծրագրերի իրականացման վտանգավորության մասին, շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի եւ թուրքական աշխարհի, թվում նաեւ Ադրբեջանի հետ հնարավոր չէ գործընկերային նորմալ հարաբերություններ հաստատել, ճանապարհ բացել, առևտուր անել։ Կամ առնվազն, որ մենք դեմ ենք, որպեսզի այդ հարաբերությունները հաստատվեն։ Մենք դեմ այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել, բայց խնդիրը այն է, որ մենք բոլորովին այլ բանի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք այն մասին, որ Թուրքիայի հետ կարելի է եւ պետք է կառուցել հարաբերություններ, բայց Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ական խմբակի կողմից արվածը ոչ թե հարաբերությունների կառուցումը, այլ տարածաշրջանում հայկական գործոնի վերացում եւ Հայաստանը դարձնել է արևմտյան Ադրբեջան կամ թուրքական ինչ-որ մի վիլայետ։ Նիկոլի կողմից թուրքական աշխարհի առաջադրված պայմաններն ու պահանջները հետևողականորեն բավարարելը, դա տանում է ոչ թե բարգավաճող տևական խաղաղության, այլ դա տանում է գերեզմանային խաղաղության, դա տանում է Հայաստանը Արցախի ճակատագրերին արժանացնելու հանգրվան, երբ մի օր մենք կարող է կանգնենք այս քաղաքականության պատճառով Բագրատաշենի, Բավրայի այդ մաքսակետերում եւ փորձենք լքել Հայաստանը ցեղասպանվելու վտանգի պատճառով։ Սա արվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով։ Ուրեմն մի քիչ պատմությունը որ ուսումնասիրում ես, մենք խոսեցինք պատմությունից, հիմա մի փոքր էլ անդրադառնանք, տեսեք, հայ ժողովուրդը հազարավոր տարիներ ապրելով կայսրությունների հետ հատման, բախման կիզակետում, դա գնահատես որպես վտանգ։ Իրոք ինքը վտանգ էր, բայց նաև հնարավորություն էր։ Այսինքն, եթե դու խաղում ես հակասությունների վրա ու անընդհատ ինչ-որ մի կողմին ես աջակցություն ցուցաբերում, դու կամ ցեղասպանվում ես, կամ կորցնում ես պետականությունը, կամ ինչ-որ դժբախտություններ է գալիս քո գլխին։ Իսկ երբ փորձում ես հավասարակշռել այդ ուժերին, այդ քո տարածաշրջանում, քո պետության մեջ, այդ դեպքում դու արդեն ստանում ես զարգացման հնարավորություն։ Այսինքն ապրելով կայսրությունների մեջ, մինչև հիմա մենք տեսնում ենք, որ չենք սովորել հարաբերվել կայսրությունների հետ։ Իսկ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ու Իրանը ռեգիոնալ կայսրություններ են, Ռուսաստանը ավելի մասշտաբային կայսրություն է։ Մենք իրենց հետ չենք կարողանում խոսել
ուժերի բալանսը հարաբերակցությունը պահելու տեսանկյունից մենք կամ թշնամանում ենք Ռուսաստանի հետ, կամ թշնամանում ենք Իրանի հետ, հետո Թուրքիային ենք այնտեղ, չգիտեմ, ասենք գրգռում, ասում ենք արեք, սա իրենց հաշվին արեք այստեղ, Ամերիկա ենք բերում, Եվրոպա ենք բերում, որոնք ընդհանրապես ցանկություն էլ չունեն գալու, այսինքն մենք գրգռում ենք հակասություններ մեր տարածաշրջանում գերտերությունների։ Իմիջիալուց դա նոր երևույթ չի, որովհետև եթերից առաջ էլ դու հիշատակում էիր այդ դրվագը, կարծի հետ կապված չէ, որ Դա եմ ասում, այո։ Հիմա այդ Կարսի հետ կապված, տեսեք, նույնը եղել է 18 թվականին, 1918 թվականին։ Ցեղասպանությունից հետո երկու ազգ ցեղասպանվել են հրեաներն ու հայերը, ցեղասպանությունից հետո երկուսն էլ ստեղծել են պետականություն։ Մի քանի տարվա տարբերությամբ, գրեթե նույն տարբերություններ։ Մենք կորցրեցինք պետականությունը 18 թվականին, իսկ հրեաները պահպանեցին այդ պետականությունը, մինչև հիմա էլ պահպանում են։ Հիմա տեսեք, մենք ինչ դասեր պետք է քաղեինք 18 թվականից։ 18 թվականին փիլիսոփայական, կոնցեպտուալ առումով իրավիճակը շատ նման էր։ Երբ ռուսները գնացին, բալանսը խախտվեց ուժերի։ Մեր տարածաշրջանում ուժերի բալանսը խախտվեց։ Ռուսական կայսրությունը այստեղ ապահովում էր բալանս ուժերի, ինչը հնարավորություն էր տալիս հայերին խաղաղ գոյակցել, զարգանալ, ստեղծել, արարել եւ այլն եւ այլն։ Ու ստեղծել մեր տարածքների վրա հիմա որ պետականություն ունենք, ու ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, այնպիսի բնակչություն, որը ինչ որ չափով հնարավորություն կստանա պետականություն ստեղծելու 18 թվականին պատահական չստեղծեց այդ պետականությունը, ինչ որ նախադրյալներ կային, չէ՞։ Անապատում չես կարող պետականություն ստեղծել։ Իսկ ռուսական կայսրությունը ստեղծել էր այդ նախապայմանները։ Զարգացման հեռանկար կար ամեն դեպքում։ Այո, նախապայմանները կային։ Ես ավելին ասեմ, ռուսները գնալուց առաջ զինում են հայկական զորաջոկատներին, կամավորականներին եւ այլն, կանոնավոր բանակ սարքում են, Նազարբեկովին կարծեմ այդ ժամանակ գեներալ տալիս են, դնում են զորքի գլխին ու Հայաստանին տալիս են այդ հայկական ղեկավարության, հայկական էլիտային եւ այլն, տալիս են Կարսի ու Ալեքսանդրապոլի ամրոցները, արեկնաց, որպեսզի մեր հեռուստադիտողին պարզ լինի, օրինակ Ալեքսանդրապոլի Գյումրու ամրոցը, հիմա որ 102-րդ բազան է, այն ժամանակ կայսրությունում 10 այդպիսի ամրոց է կառուցվել, գերժամանակակից ռազմական ինժեներիայի բոլոր պայմաններին համապատասխանող, բարձր որակով, Կարսը նույնպես։ Այսինքն դրանք այնպիսի ամրոցներ էին, որոնք ստեղծված էին կայսրության արևմտյան, հյուսիս-արևմտյան սահմանները պաշտպանելու համար զենքով, զինամթերքով, մթերքով, ամեն ինչով, հագուստով, ամեն ինչ թողել գնացել էին։ Այսինքն դա նախապայման է, որ ռազմական ուժով պահպանես քո ունեցածը, կարողանաս դիվանագիտություն բանեցնել թուրքերի հետ եւ ստանաս ինչ որ մի պայմանագիր, որը կերաշխավորի քո անկախ պետության գոյությունը ինչ որ մի ժամանակահատվածում։ Մի խոսքով հիմարություններ չանես առնված։ Ռոմանտիզմի չտրվես, չգիտեմ, չունենաս այնպիսի պահանջներ ու ցանկություններ, որոնք քո հնարավորություններին չեն համապատասխանում։ Ճիշտ հակառակը։ Շուրիկի կինոն հիշում ես, որ ասում է խմենք այն բանի կենացը, երբ մեր ցանկությունները համապատասխանեն մեր հնարավորությունների հետ։ Եվ այդ ժամանակ սա իհարկե պատմաբանները կարող են ստուգել, ավելի ստույգ ասել, Քեմալ Աթաթուրքը հայերին առաջարկում ասում է, եկեք պայմանավորվենք, քանի որ նեղ դրության մեջ էին։ Եկեք պայմանավորվենք, դա արդեն 20 թվականն է։ Մենք ձեզ տալիս են Կարսը, Արդահանի որոշ մասը, կարծեմ, այս արևելյան Հայաստանի տերիտորիաները, պայմանավորվենք, որ դուք ասենք Անտանտի հետ դաշնակցությունից դուրս գաք, մենք պայմանագիր կնքենք ու որոշ չափով ասենք խաղաղ գոյակցություն ապահովենք, մինչև մենք այնտեղ հարցերը լուծենք, դուք էլ նայեք ինչ եք անում։ Դե բնականաբար այստեղից մերժվում է մեծ Հայաստան, ծովիսով Հայաստան կառուցելու այդ նկրտումներով եւ այլն, եւ արդյունքում ստանում ենք 20 թվականի հայ-թուրքական պատերազմ, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության կործանման ըստ էության։ Ու այդ ժամանակ հայերը ինչ էին ասում են, եվրոպացիները մեզ խոստացել են,
որ անտանտ է, էլի, մեզ պաշտպանելու են, պահպանելու են, այս օգնությունն են ուղարկելու, այն օգնությունն են ուղարկելու։ Ես մի անգամ հրապարակել եմ, ուրեմն կա Մարշալ Ֆոշը, որ Երկրորդ համաշխարհային այդ բանը կա ստորագրեց գերմանացիների հետ, Մարշալ Ֆոշի հրամանով զեկույց կա գենշտաբի ֆրանսիական Հայաստանին ուղարկել, չգիտեմ, 3 միլիոն փամփուշտ ու չգիտեմ ինչ զինատեսակներ, հիմա չեմ հիշում։ Դա հունիս թեոկոստոս ամիսն էր ու այդ հրամանից հետո ես չգիտեմ դրանք տեղ հասել են շատ է հիշեցնում հիմա որ ասում են Ցեզար, չգիտեմ հրետանի, Պետերներ եւ այլն ֆրանսիա դա շատ է հիշեցնում էլի հիմա չգիտեմ վերջնարդյունքը ոնց կլինի հուսանք այդպեսին չի լինի բայց այդ մասին հրապարակումներից հետո պայմանավորվածություններից հետո Հայաստանի Հանրապետությունը կործանվում է ու այն ժամանակ հիմա էլի վերադառնանք 1918 թվականին թուրքերը ինչ էին ասում որ հայերի դիրքերը լավ էին որ ռուսները գնացել էին այդքան մեծ հնարավորություններ ունեին ասում էին այսի տվեք ձեր հետ բան կլինի խաղաղություն կհաստատենք ինչ եք ուզում դե Կարսի մարզը վրացիների բանով տալիս են այնտեղից Գեգեշկորի բան զանգում ասում են տվեք որ խաղաղություն լինի իրենք իրենց խնդիրն են ուզում թիլվիզն ու բաթումն են ուզում պահել մենք ինչ խնդիր ենք ուզում անհասկանալի է տալիս են ասում են Ախուրյանի ափին կանգնենք ու խաղաղություն կլինի ժողովուրդ ջան ամեն ինչ լավ է լինելու խաղաղություն ժողովուրդն էլ ոգևորում դե այդքան պատերազմի տեսած պատերազմի շոկի մեջ գտնվող այս ինչ շատ նման է չէ այո լրիվ դեժավյու այո ասում է դե լավ էլի ասենք տվեք տալիս են տրակացնում են զենք զինամթերք ու ամեն ինչով տալիս են քաշվում են Գյումրի գալիս է թուրքը մի 2 ամիս կանգնում չէ 2 ամսից պակաս կանգնում այդտեղ ասում է դե հիմա էսի տվեք երկաթուղին տվեք ասում է Գյումրին չեմ ուզում երկաթուղին տվեք հələ նմանությանը նայեք երկաթուղին այն ժամանակ հիմա էլ շատ կարևոր հանգույց էր Ալեքսանդրապոլը Թիֆլիս Ալեքսանդրապոլ Ջուլֆա դեպի Պարսկաստան կապող հիմնական օղակներից էր այն ժամանակ ավտոմոբիլային բան այդպես ճանապարհներ չկային դա նույն միջանցքի թրիպի տես բանն է էլի նույն միջանցքն է Սյունիքի միջանցքի շատ նման է սա ասում է այդ տվեք մնացած չենք ուզում Սրանք էլ ասում են դե լավ ասում այդ որ ասում են դե լավ թուրքերը մինչև Սարդարապատ հասնում են իրենք հիշում ենք չէ միայն երկաթուղի էին ուզում մինչև Սարդարապատ հասնում են այդ Սարդարապատի ընթացքում նոր մենք կարողանում ենք թուրքերի առաջխաղացումը կանգնեցնել այդ հերոսամարտը ուղղակի թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելն էր որի արդյունքում մենք ունեցանք մի 10,000-անոց պետություն որը շատերը ասում էին ավելի նման ասենք գերեզմանի քան պետության, բայց ի պատիվ շատ գործիչների կարողացան դա սարքել 60,000-անոց պետություն, բայց 20 թվականին նույն ձևի կորցրեցին։ Այսինքն սա ինչի պատմեցի, որովհետև մենք թուրքերի հետ հարաբերվելու փիլիսոփայությունը չգիտենք, կամ Ստամբուլը արյան ծով սարքելու տեսլականն է, կամ թուրքերին հպատակվելու թուրքի կոշիկ լիզողի կերպարն է։ Բայց ճշմարտությունը մեջտեղում է։ Ճշմարտությունը մեջտեղում է։ Հիմա մենք ինչի ենք ասում, որ Մայր Հայաստանը հատկապես հանդես է գալիս այդ դիրքերից։ Ասում է, պետք է մենք ունենանք ռազմավարական այնպիսի դաշնակից, որը տարածաշրջանում կարող է ապահովել ուժերի բալանս, դա Ռուսաստանն է, ուրիշ պետություն չկա, նաև Իրանը, որոշ չափով դա այդ խնդիրը կարող է լուծել եւ լուծում է, որը ուժերի բալանսի ապահովումից հետո նոր միայն մենք կարող ենք Թուրքիայի հետ նստել հարաբերություններ կառուցելու մասին բանակցել։ Ի վերջո մենք չենք փակել սահմանը, հիմա որ իրենք ասում են Թուրքիան սահմանը բացելու է։ Թուրքիան փակել է, Թուրքիան էլ բացելու է։ 30 տարիների ընթացքում որևէ մեկը չի ասել, որ պետք չի Թուրքիայի հետ սահմանը բացել։ Հիմա էլ ենք ասում, այն ժամանակ էլ էինք ասում, ինչի չի բացում։ Որովհետև Թուրքիայի ռազմավարական պլանները բոլորովին այլ են։ Եթե դու քեզանից ուժ չես ներկայացնում, գործոն չես, Թուրքիան հայել, ասենք, մուրճով, չակուճով գլխի տալու է։ Իսկ երբ դու արդեն ուժ ես, այդ ժամանակ արդեն Թուրքիան կարող է նստել քո հետ խոսել։ Իսկ այդ ուժը ինչպես է ձեռք բերվում։ Թուրքիայի հետ պարագայում մենք չենք կարող, չէ, ասենք 5 տարվա դառնալ 100 միլիոնանոց պետություն։ Եթե կարող են, խնդիր չկա։ Թուրքիայի համադրելի տնտեսական եւ ռազմական հնարավորություններով կարող են, չեն կարող, չէ։ Դրա համար պետք է ունենանք դաշնակից։ Ով կարող է լինել այդ դաշնակիցը։ ՆԱՏՕ-ի անդամ, ասենք, Միացյալ Նահանգները, չնայած արդեն ՆԱՏՕ-ն կարող է լուծարվել։
Այստեղ երբ որ շատերը ասում են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն եւ այլն կապահովի նաեւ մեր անվտանգությունը, նախ նման խոստում տվող չի եղել։ Իրենք դա չեն էլ ասում, չեն էլ Չկա փակում։ նման բան, չկա, իրանց պետք էլ չի այդ ամեն ինչը։ Երկրորդ, երբ որ Թուրքիան ներխուժում էր Կիպրոս, Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ էին։ ՆԱՏՕ-ն որևէ կերպ խոչընդոտեց, որ Կիպրոսը օկուպացնի Թուրքիան, ոչ, խոչընդոտեց։ Հետևաբար, այն հեքիաթները, որ պատմում են մեզ, որ կամ, ասենք, Ստամբուլ այրանցով դարձնելն է կամ թուրքի կոշիկ լիզելը, դա ժողովրդին մոլորեցնելու լկտի ու կործանարար քաղաքականություն է։ Ոչ էսա, ուժերի բալանսի հիման վրա, տարածաշրջանում բալանսավորելով ուժերը, մենք պետք է կարողանանք հարաբերություններ կառուցել թե Թուրքիայի հետ, թե Ադրբեջանի հետ, եւ չստորանալ Թուրքի առաջ, չկզել Թուրքի առաջ, Թուրքի կոշիկ չլիզել, այլ արժանապատիվ հարաբերություններ կառուցել այդ երկու պետությունների հետ, ինչը հնարավոր է։ Եվ հենց այդ ժամանակ էլ կլինի իրոք երաշխավորված եւ ապահով անվտանգ խաղաղություն։ Միանշանակ։ Ցավոք սրտի այո դերենիկ այո պատմությունից դասեր չենք քաղում ու դրա գինն էլ եղավ Արցախը, որովհետև ճիշտ հիշատակեցիր 20-րդ դարում փաստորեն երկու ցեղասպանություն եղավ, իսկ արդեն դրանից հետո Արցախում էլ փաստացի ցեղասպանություն տեղի ունեցավ, արդեն էթնիկ զտման տեսքով, որովհետև Նույն բանն է, հայրենազրկում այո տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում էր, նախ հիշում ես, ասում էր ագորայում ես հարցը կլուծվի, եթե ես տեսնեմ, որ քիչ թե շատ ընդունելի լուծում կա, կգամ ձեզ այստեղ կասեմ, միասին կորոշենք ուզում ենք թե չենք ուզում, իհարկե խաբեց դա էլ չարեց։ Հետո նաև ասում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին, բայց արդյունքում բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին, իսկ Աննա Հակոբյանն էլ շատ անկեղծորեն խոստովանում էր, որ իրենք կկատարեն Մեհրիբան Ալիևայի երազանքը եւ նա կկարողանա գալ եւ Արցախում թեյ խմել ու մուղամ լսել։ Շատ անկեղծ էին իրենք հարցում ու փաստորեն նրա երազանքը իրականացրեցին։ Հիշենք այդ կադրերը։ Միջև այդ կադրերը, Արեգնաս, ես մի բան էլ ասեմ Արցախի հետ կապված, փաստորեն սովետական միության տարիներին, չնայած մենք որպես ինքնիշխան պետություն չէինք հանդես գալիս, չունեինք այդ պարամետրերը, սովետական միության կազմում էինք, բայց սովետական միությունը ստեղծեց քիչ թե շատ նորմալ աշխարհի մասշտաբով պետականություն, տնտեսական ենթակառուցվածքային առումով, նաև մարդկանց առումով դաստիարակեց գաղափարական մարդիկ, այն որ ասենք Պավլիկ Մարոզովներ բան է տալիս էին, ճիշտ է, շատ քննադատելի է, եղկելի արարքներ են, ուղղակի ցույց են տալիս, որ մարդ գաղափարի համար կարող է մահանալ, մեծ գաղափարների ազգային, նույն ժամանակ կոմունիստական էին, բայց գլխավոր իդեան այն էր, որ գաղափարի համար պետք է մահանաս։ Եվ 70 տարիների ընթացքում կերտվեց մի սերունդ սովետական միությունը ազգային ուշադրություն դարձրել, որը կարողացավ հաղթական պատերազմ տանել Արցախում։ Այո։ Գաղափարական մարդիկ էին դրանք։ Բայց ցավոք սրտի հետո մենք չկարողացանք կապիտալիզացնել մեր հաղթանակը, որովհետև մենք ուղեցինք մեր ողնաշարը, մենք հաղթեցինք ռազմի դաշտում, բայց պարտվեցինք պետականաշինության գործում։ Այո, պարտվեցինք պետականաշինության գործում, պարտվեցինք խաղաղություն, այն խաղաղությունը, որ հաստատվել էր պատերազմից հետո, հրադադարի ընթացքում ըստ էության խաղաղություն էր, չկարողացանք կերտել սերունդ, այդ պետականությունը չկարողացավ կերտել սերունդ, որը կարողանար պահպանել Արցախը կամ ասենք ձևակերպում տար այդ հաղթանակին ու այստեղ մեկ կարևոր հանգամանք պետք է նաև նշել պետականության հետ կապված, որ մենք ստեղծեցինք այնպիսի պետականություն ինստիտուցիոնալ չկայացվածությամբ, որը թույլ տվեց Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործի եւ իր խմբակի նման մարդկանց մոտ կանգնել պետական լծակներին։ Որովհետև փաստացի Գյումրիից քայլելով իրենք եկան 10 հոգով։ Չալոյի հետ, այդ ամբողջ ճանապարհին նրանց միացավ միայն Չալոն։ Ու այդ 10 հոգով Չալոյի հետ քայլելով եկած մարդիկ կարողացան հասնել իշխանության։ Եվ
Դա ինչ էլ է է նշանակում։ պետականության թուլության կամ մեծ հաշվով չգոյության հետևանք։ Այո, այսինքն այդ բանից հետո կարելի է սպասել, որ մենք Արցախը կկորցնենք։ Եթե պետության մեջ Չալոնու Նիկոլը կարող են քայլելով կան իշխանություն վերցնել, դա նշանակում է, որ երկրորդ քայլը պետքա աղետ լինի։ Այ հիմնական խնդիրներից մեկը մեր պետականության նաև չկայացվածություններ։ Չեղան, չկարողացան, չուզեցան, ես չգիտեմ պատճառները որոնք են։ Բայց նաև ի պատիվ մեր երիտասարդության, մեր Հիանալի սերունդ ունենք։ սերնդի ասենք, որ շատ անձնազոհ երիտասարդներ ունեինք ցավոք սրտի։ Հազարավոր Մեր- զոհեր էլ ունեցանք, այսինքն իրենք ռազմի դաշտում իրենց խնդիրը լուծել են եւ մինչև վերջին փամփուշտը կռվել են եւ պահել են հողը, բայց ցավոք սրտի իրենց թշնամին ավելի շատ ոչ թե արչեվից էր, այլ թիկունքից էր ու մի հոգու որոշմամբ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները կատարելու նկրտումներով նա այսպես շատ հեշտությամբ հանձնեց Արցախը ու ցավոք սրտի եմ ասում, համենայն դեպս մինչև այս րոպեն, հա, այսպես ասենք, ինքը կարողացել է մարսել։ Հույս ունենք, որ գոնե ամսի 7-ին խորհրդարանական ընտրություններով ժողովուրդը իր պատասխանը կտա այս Այո, արեք դա։ իրավաճանների խմբակին։ Մեր խնդիրը ոչ թե մեր ժողովուրդն է, ոչ թե պայծառ երիտասարդ սերունդն է, այլ մեր խնդիրը եղել եւ մնում է քաղաքական էլիտան, իշխանական էլիտան։ Այդտեղ ասում է շանգրուխը այդտեղ է թաղված։ Հիմա տեսանյութը դիտենք, հետո շարունակենք այն։ Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ։ Մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա լինի մեր հյուրը եւ Ստեփան Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Ես օրինակ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծման։ Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ։ Ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ։ Մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ։ Մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը։ Մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Մենք մեր զրույցը եւ թեմայի շուրջ խոսելը կշարունակենք քաղաքագետ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հետ։ Ողջույն, պարոն Բոզոյան։ Բարև ձեզ։ Սկսենք այսօր ցեղասպանության 111-րդ ամյակն է։ Իհարկե, ասենք 5-6 տարի առաջ մենք չէինք պատկերացնում, որ կգա մի օր, երբ մենք քննարկենք ցեղասպանության ուրացման խնդիրը, քննարկենք, որ կարող է, ասենք, լինի Հայաստանի կառավարություն, որը ուրացման քաղաքականություն վարի, բայց եղավ այդ օրը, մենք այնպիսի մի հանգրվանում ենք, երբ մեր պատկերացումները, որ ունեցել ենք առնվազն վերջի 100 տարում, կարծես փլուզում է այս իշխանությունը։ Հիմա ինքը դա ներկայացնում է որպես իրական Հայաստան կերտելու տեսլական, այն ցեղասպանության հետևանքով ձևավորված սոցիումը, ազգը, ինքը համարում է նահատակ, այդ մասին հստակ հայտարարել է, նահատակ ազգի կերպար, եւ հիմա ինքը ասում է, որ մենք պետք է դուրս գանք նահատակ ազգի կերպարից եւ ապրենք, ուղղակի ապրենք, լավ ապրենք, շորտիկով բալկոնում նստած կոֆե խմենք, առևտուր անենք, 9 եվրոյով Կիպրոս գնանք, լողանանք եւ նմանատիպ այլ բաներ։ Հիմա սովորական քաղաքացին լսում է, ինքը ուզում է 9 եվրոյով Կիպրոս գնա, շորտիկով կոֆե խմի ու չլինի նահատակ ազգ։ Ինչ դա վատ ասում, պարոն Բոզոյան։ Շատ լավ հարց եք տալիս, երբ որ մենք օրինակ պետականություն չենք ունեցել, մեր համար այս հիշողությունը շատ կարևոր է, որպեսզի մենք հիշենք մեր նախնիներին, թե ինչ ողբերգություն ա եղել, ոնց որ մարդը իր ծնողները որ մահանում են, գնում են գերեզման,
Արգանքի դուրս մատելով ծաղիկ են Այո։ դուրս, չէ՞։ Դա այդպես բան էր։ Հետո արդեն կամած մենք փորձեցինք այդ մեր ողբերգությունը բարձրաձայն ներկայացնել աշխարհի առաջ, որպեսզի աշխարհն էլ ճանաչի։ Ու սկսեցինք պայքարել այդ աշխարհում ցեղասպանության ճանաչման համար։ Դա երկրորդ փուլն էր, չէ՞։ Հետո մենք պետություն ունեցանք, արդեն պետական մակարդակով փորձեցինք տանել այդ ճանապարհը եւ փաստացի, քանի որ պետությունը տանում էր այդ գիծը, արդեն Ռուսաստանը ճանաչեց, Միացյալ Նահանգները ճանաչեց, Ֆրանսիան ճանաչեց, հետո արդեն Գերմանիան ճանաչեց։ Հիմա հիմնական երկրները փաստացի ճանաչել են։ Հիմա մնում է հաջորդ քայլը, բայց հետո մեր քայլը ո՞րն է մեր գլխավոր նպատակը։ Մենք այդ գլխավոր նպատակ հասկացողությունը չունենք։ Այսինքն ճանաչվի Ճանաչելը, ասենք, մեր նպատակը ո՞րն է, ճանաչել, հետո ինչ, ասենք ճանաչեցին, հետո ո՞րն է մեր իրական նպատակը, ո՞րն է։ Հիմա էլ ասում են, թե մեր գլխավոր նպատակն է, որ Թուրքիան ճանաչի, բայց քանի որ մեծ մասը ճնշողներ չի հավատում, որ Թուրքիան կարա ճանաչի, առաջացել է ճգնաժամ։ Դե ընդհանրապես մենք այդ հիշողության օրը ինչ առաքելություն ենք դնում։ Երբ որ ճգնաժամը առաջանում, միշտ ճգնաժամի մեջ դուրս են գալիս, այսպես ասած, ոնց որ ճահճի մեջ գործեր են դուրս գալիս, չէ՞։ Սկսում են պղպղակուղա, չէ, գոռում են, չէ՞, տենց։ Ոնց որ արտացոլում են իրավիճակը, որ քանի որ ճգնաժամը, որթերը դուրս գալիս ճգնաժամը, մարդ որ հիվանդանում է, վերք է դուրս գալիս, չէ։ Հիմա նիկոլիզմը, ես նիկոլիզմ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը մենակ ինքը չի։ Այդ տեսակը, այդ նման տեսակը տարածված էր։ Այդ առաջացել է այդ գաղափարը, որ հարգելի ժողովուրդ, մենք որ հիմա ճանաչում ենք, բան ենք անում, հիշում ենք, նպատակը որ ավելի լավ է տժանք, խորոված փարթի անենք, բան անենք, անընդհատ մենք ողբերգության մեջ ապրել, ինչ նպատակ ունի։ Եթե դու փաստացի քո նպատակը չես պատկերացնում, թե որը պետք է լինի, ավտոմատ առաջ է գալիս այդ երկրորդ նպատակը։ Այդ երկրորդ նպատակը սկսում է արդեն ուրացման process տանել, որը հիմա մենք տեսնում ենք Բայց հակառակն էլ շատ դեպքերում նաև իշխանության ջանքերով այդպես ներկայացվում, որ ճանաչելու նպատակը Ստամբուլը այրանցով սարքելն է։ Ես գրոտեսկով եմ ներկայացնում, բայց այն տրեխային, այն ճենջոտ հասկանում եմ, դա արդեն անցած էտապ է, որ այդ սկզբնական փուլում տես տեսակետ տարածված էր, բայց երբ որ դու պետականություն ունեցար, պետականության ժամանակ արդեն մենք զարգացեցինք այդ ամեն ինչը, քո ասած Ստամբուլը այրանցով սարքելու գաղափարը դառավ արդեն տրեխային մակարդակի հնամաշ մի հատ ձևակերպում, բոլորն էլ հասկանում են, որ դա իրատեսական չի։ Եվ քանի որ դա իրատեսական չի, ճանաչման process դառավ անհասկանալի։ Դե մենք հասել ենք մեր նպատակին, Ամերիկան ճանաչել է, մենք ասում ենք, այ Ամերիկան որ ճանաչի, աշխարհը կփլվի, հիշում ես, մենք տենց պատկերացում ունենք, աշխարհը Ամերիկան էս էլ չճանաչեց, էս ճանաչեց։ Սաղազգը նույնիսկ Բայդենի նկարը դրեցին ու բանը սկսեցին աղոթել իր բանի վրա, որ վերջապես ինքը ճանաչեց, չէ։ Լավ ճանաչեց Ժորժ ջան, հետո ճանաչելուց հետո, այսինքն մեր ժողովրդի առաջ չդրվեց այդ խնդիրը, մենք որ ճանաչում ենք, ինչ նպատակ են հետապնդում։ Ինչի չդրվեց։ Հիմա կասեմ, ինչի չդրվեց, որտեվ նույնիսկ եմ կրկնում, մեր պետական անկախ պետականության հիմնուց հետո մենք ունեցանք լավ կամ վատ ղեկավարներ, բայց այդ ղեկավարները այնուամենայնիվ տնտեսական, սոցիալական խնդիրներ լուծման խնդիրներ էին լուծում կամ մաքսիմում պատերազմի ժամանակ իրանք հաջող մենեջերներ էին, թե, բայց ոչ ավել, այսինքն մարդկանց մոտ ազգային պետություն, պետական շինարարություն ձևակերպված չէր թե դա ինչ նպատակ է։ Ստրատեգիական պլանավորում գոյություն չուներ։ Դրա համար էլ քանի որ չուներ, սոցիալ-տնտեսականն էլ լավ չզարգացավ, մարդը օտարվեց պետությունից, ինքը դառավ անջրպետ վիճակ եւ արդյունքում մենք տեսնում ենք հենա այն ինչ որ եղավ 18 թվականից հետո։ 18 թվականը դա հակապետական process էր։ Պետությունը մերժելու process։ Ավտոմատ ասում են թե նախկիններին մենք մերժում ենք, բայց նախկինների հետ միասին իրանք փաստացի պետությունն էին մերժում։ Բայց քանի որ ժողովուրդը հիասթափված էր այդ պետական համակարգից անկախությունից, մարդիկ հիասթափված են եւ իրանք առաջարկել էին, որ եթե պետականություն ունենանք, մենք, չգիտեմ, ջերմուկով մենք, չգիտեմ, մոլիբդենով կարանք Շվեյցարիա դառնանք, ծիրանիկուց, բան, ասենք, քանի որ դա կյանքի չեղավ, մարդիկ հիասթափեցին ընդհանրապես պետությունից եւ հիասթափվածությունը բերեց նրան, որ այս փողոցային խուժանը կարողացավ գալ իշխանության։ Հիմա ձևակերպենք թե իսկ ինչ է նշանակում ցեղասպանության ճանաչումը մեր համար ինչ պետքա լինի, ինչ այդ ամենակարևոր խնդիրն է, տեսեք, ուրեմն ցեղասպանության ճանաչման խնդիրը մեր համար ոչ թե պետքա լինի հիշողության ժամանակահատված, ցեղասպանությունը պետքա մեր համար միշտ մեր ժողովուրդը հիշի, որ կա լրջագույն վտանգ, որ ելի կարանք ցեղասպանվենք։ Ինչի կա այդ լրջագույն վտանգը, որովհետև 15 թվականի ցեղասպանությունը պատահական բնույթ չէ եղել, դա օրինաչափություն է եղել։
Այսինքն Թուրքիան ունեցել է բանը ծավալապաշտական հերահար նպատակ, որը ձևակերպել է 1914 թվականին։ 1914 թվականին Գերմանիայի հետ իրանք պայմանագիր կնքեցին, որտեղ երևաց իրանք գլխավոր նպատակը, որ Թուրքիայի գլխավոր առաքելությունը կայանում է նրա մեջ, որ իրանք պետք է սահման ունենան մահմեդական ժողովուրդների հետ, որոնք ապրում են այն ժամանակ ռուսական կայսրությունում։ Իսկ այդտեղ խանգարում էր Հայաստանը որպես, այսպես ասած, հայկական արյալը։ Հայկական արյալից պետք է ազատվենք։ Այսինքն իրանք գլխավոր նպատակը դա էր, եւ ցեղասպանությունը հայկական արյալից ազատվելու քայլերից մեկն էր։ Իրենք ազատվեցին Արևմտյան Հայաստանի ժողովրդից, մնաց Արևելյան Հայաստանը։ Արևելյան Հայաստանն էլ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, չասեմ թե ինչ կատարվեց, ոնց գնաց այդ ամեն ինչը, իրանք կարողացան Արևելյան Հայաստանի Ադրբեջանը, բանը Նախճիվանը փոկել, էլի յուրօրինակ Ադրբեջանի տակ դնել, Ղարաբաղը փոկել, էլի Ադրբեջանի տակ դնել, Զանգեզուրը չկարողացան անել։ Այսինքն այնուամենայնիվ Զանգեզուրը սա 20 թվականին, բայց իրանք վերջնահարցունքը այնուամենայնիվ այդ Թուրքիա, Ադրբեջան, կենտրոնական Ասիա այդ միջանցքը սարքելն է։ Այսինքն իրանք նպատակը դա է, անկախ նրանից դու ուզենաս լավ հարաբերություն ունենաս, թե վատ հարաբերություն ունենաս, իրանք նպատակը դա է, իրանք այդ խնդիրն են լուծում։ Չեն էլ թաքցնում։ Չեն էլ թաքցնում, իրանք ի տարբերություն շատերի իրանք անկեղծ ասում են, որ մեր ազգային իդեան, մեր կայսրական իդեան դա է, հասկանում ես։ Հիմա ցեղասպանությունը պետք է միշտ մեր համար զգոնության էլեմենտ լինի, մենք հասկանանք դա, մենք պետք է հասկանանք թե ոնց կարանք դիմակայենք։ Դիմակայելու մի ձև կա, ձևավորել ուժեղ պետություն, ձևավորել ուժեղ դաշնակիցներ եւ հասնել նրան, ուշադրություն հասնել նրան, որ Թուրքիայում այնպիսի փոփոխություն ունի վերնախավի մակարդակով, որ իրանց մոտ կոտրվի այդ կայսրական ինստինկտները։ Հիմա դուք ասեք դա, հիմա ասեմ, ուրիշ տարբերակ չունենք, կամ եթե մենք, այսինքն մենք հասնենք զարգացության այն մակարդակի, որ այո, իրենք հիմա ասեմ, չցանկանան այդ այ ասեմ, կայսրական։ հիմա ասեմ ինչի։ Իհարկե մենք մենակ մեր ուժերով չենք կարող դա հասնել։ Տեսեք, օրինակ Գերմանիան միշտ ունեցել է կայսրական ինստինկտներ։ Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմը, Գերմանիան ծնել երկրորդ համաշխարհային պատերազմը, ֆաշիզմը, Գերմանիան ծնել, հիմա Գերմանիան դարձել է, այսպես ասած, կրտած պետություն։ Համաձայն եք սրա հետ։ Բայց ինչի արդյունքում։ Արդյունքում, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, տարբեր երկրների ճնշման արդյունքում դա կարողացավ դա անել։ Հրեաները օգտվելով դրանից կարողացան փոկել ցեղասպանության փաստը Գերմանիայից եւ այդ փաստի հիման վրա իրանք դրեցին այն կոդը գերմանական վերնախավի մեջ, որ հրեաների նկատմամբ որևէ բացասական բան ասելը դա հանցագործություն է։ Եվ եթե Գերմանիայում ցանկացած վերլուծաբան քաղաքական գործիչ, որ հանգեցած է հրեաների մասին մտածու խոսք ասի, ինքը միանգամից պաշտոնակորցնում, լրագրողակորցնում եւ այլն եւ այլն։ Հիմա տեսեք 1919-21 թվականներին, մոտ երբ որ Թուրքիան կնքեց Մուդրոսի համաձայնագիրը Անտանտայի հետ, Թուրքիան ծնվեց մի հատ նոր վերնախավ, որը մոտավորապես նման էր այդ վիճակին։ Այսինքն շատ հետաքրքիր այդ վերնախավը, փաստացի ճանաչեց Թուրքիայի հանցագործությունները։ Փաստացի ճանաչեց ամբողջ այդ հանցագործությունները եւ իրանք ամոթից մեռնելով իրանք հայտարարություններ էին անում, որ դա խայտարակություն է, որ պետք է մենք դատապարտենք այս ամեն ինչը։ Թայլանդին բանին ասենք, հա, մոտավորապես 260 հոգու դատապարտեցին մահվան թուրքական տրիբունալը։ Իսկ Դամատ Փաշան, այն ժամանակվա գլխավոր վեզիրը, որը փաստացի Թուրքիայի ղեկավարն էր, ինքը իր պատկերացումներով, իր կոնցեպտով, իր բանով ինքը անընդհատ ներողություն էր խնդրում հայ ժողովրդից, ասում էր, որ սա մեծ հանցագործություն է, ավելին կարամ ասեմ, Թուրքիայի Կովկասյան ֆրոնտի ղեկավարը, գեներալը, թուրք ղեկավարը, ինքը ոչ միայն դատապարտում էր հայերի ցեղասպանությունը, այլ նաև պատժում էր բոլոր այն թուրք զինվորականներին եւ օֆիցերներին, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցում էին ինչի, որտեղ ինքը ասում էր, որ եթե բանակը մասնակցում է ցեղասպանության մեջ, այդ բանակը բարոյալքվում է, բանակը դառնում է գազան, իսկ բանակը գազան դառնալուց հետո ինքը վերածվում է արդեն կատաղած խուժանի։ Դա համար բանակը պետք է ինքը բարոյապես բարձր որակի մնա, որ ինքը լինի, որպեսզի ինքը կարողանա հաղթի, ինքը բայ դրա համար այդ ավելին կարամ ասեմ, իսկ այն ժամանակվա առաջին համաշխարհային պատերազմի թուրքական բանակի գլխավոր դատավորը, որը հանցագործություններ էր բանանում, ինքը ուղղակիորեն ուլտրա մակարդակի բոլորին հետապնդում էր այն մարդիկ, ովքեր որ
մասնակցում են ցեղասպանությունը, որպեսզի դատեն եւ հսկայական քանակի մարդկանց դատեցին։ Ասեմ, որ Էզրումի քաղաքապետը հրաժարվեց հայոց ցեղասպանության, նահանգապետը հրաժարվեց հայոց ցեղասպանության մասնակցելու։ Կոնյայի նահանգապետը հրաժարվեց, նույնիսկ Անկարայի նահանգապետը հրաժարվեց։ Այսինքն թուրքական վերնախավը երբեխվեց եւ մի զգալի մաս ըմբոստացավ։ Ավելին կարամ ասեմ, Օսմանյան կայսրության պարլամենտի առաջին նախագահը մերժեց ցեղասպանության եւ ինքը կանգնեցեց այդ օրենքի կիրառումը, բայց չկարողացավ կյանքի կոչի, որտեղ ներքին գործերի նախարար Թալատ Փաշան եւ մի քանի հոգի այսպես ասած կարողացան զինվորականները պատերազմի պայմաններում կարողացան կոտրել այդ բանը։ Այսինքն դա ինչ եմ ուզում ասել, որ մենք չենք կարող հասնել դրան, եթե մենք չհասնենք դրան, մենք վաղտեուշ ոչինչանալու ենք։ Հայաստանի գոյությունը պայմանավորված է հետեւյալով. մենք կարող ենք թե չենք կարող հասնել նրան, որ Թուրքիան ճանաչի այդ ցեղասպանությունը եւ թուրք հասարակության մեջ լինի, այսպես ասած, դենացիֆիկացիայի process, ինչ որտես որ ռուսները ասում են պետք է Ուկրաինայում անցկացնենք դենացիֆիկացիա, չէ՞։ Օրինակ Գերմանիայում անցկացվեց դենացիֆիկացիա։ Եթե մենք չկարողանանք հասնել այդ դրան, որ այնտեղ անցկացի դենացիֆիկացիա, ուրեմն իրանք մեր մոտ այդ process-ը կանցկացնեն։ Կամ մենք պետք է հիմա իրանք արդեն իրանք ինչ են անցկացնում, որտեղ քանի որ մեր մոտ կոլխոզական իշխանություն ձևավորվեց, մենք չկարողացանք մեր խնդիրները ձևավորել, հետո մենք քանդեցինք մեր հասարակությունը սկսեց այլասերվել, քանդվել, ճահճային վիճակ, հիշում եք այդ նիկոլիզմի էլեմենտներին սկսեցին շուտ խաղեր տալ այն ժամանակվա պետական կառույցները, բան եւ այլն, կամած գնաց այն բանի, որ նիկոլիզմը դարձավ մեյնսթրիմային process հասարակության մեջ։ Եվ տրամաբանական էր, որ իրանք պետք է 18 թվականի այդ դժգոհությունների օգտագործելով կային իշխանության։ Հիմա ձեր ասածը շատ ժամանակատար է եւ հեռանկարում է, հա, վերնախավի մտածելակերպը փոխել, թուրք հասարակության մտածելակերպը փոխել, բայց այս պահի դրությամբ ունենք այն ինչ ունենք, այս պահի դրությամբ, տեսեք, դի հարաբերվենք, չէ, տեսեք, այս պահի դրությամբ նախ եւ առաջ մենք պետք է կանգնացնենք հայկական հասարակության դենացիֆիկացիայի գործը։ Հիմա Հայաստանում կատարվում է հայկական դենացիֆիկացիայի գործընթաց, այսինքն Հայաստանի ժողովրդին փորձում են դեկոդավորել, դա շատ կարևոր բան, ամենավտանգավոր բանը դա է։ Այն ինչ որ մենք պետք է անեինք Թուրքիայում եւ այդպիսի շանսեր կային, եթե մենք որպես, տեսեք, օրինակ, եթե մենք Իսրայելի պես երկիր կարողանանք դառնանք, այս մեծ հնարավորությունները ունենք դες դառնալու։ Ապա ես մենակ մեր դրանից չի կախված։ Ես մի հատ օրինակ վերեմ, որ պատկերացրեք, վերջերս, ընդհանրապես օրեր առաջ Լավրովը Անտալիայում մի հատ ելույթ ունեցավ, որը ցնցել է ամբողջ թուրքական վերնախավը։ Եք ինչ է հայտարարել։ Ասեմ դες ինքը հայտարարել է, որ մեր հերանեկարում տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգները լքելու են ՆԱՏՕ-ն, եվրոպական երկրները կրտած երկրներ նրանք բանակներ չունեն, փաստացի ՆԱՏՕ-ի մեջ մնալու են 3 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Ուկրաինան եւ Թուրքիան։ Եվ թուրքական վերնախավը խոճապի մեջ է հայտնվել, որտեղ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ փաստացի այդ կառույցի մեջ մնալու է իր թշնամական Ուկրաինան, ստրատեգիական թշնամի Մեծ Բրիտանիան եւ իրանք զարմացած են, որ Թուրքիային են տեսնում այդտեղ։ Ինչի են տեսնում, որտեղ այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի մեջ ռեալ կա 2 բանակ, դա ուկրաինական բանակն ու թուրքական բանակն է, ուրիշ բանակներ չկան, ֆրանսիական բանակ կամ այլ բանակներ գոյություն ունեն եւ կա հետախուզական շատ ուժեղ համակարգ, որ ունի Մեծ Բրիտանիան, որը լրտեսական հսկայական ցանց ունի աշխարհով մեկ եւ ինքը բանը Mi-6-ը համարվում է աշխարհի լավագույն հետախուզական կենտրոնից մեկը։ Ռուսները շատ պրակտիկ են գնահատում, բայց բացի դրանից Իսրայելը թշնամական է տրամադրված Թուրքիայի նկատմամբ, Հունաստանը ավանդապար թշնամի է տրամադրված։ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ մենք մոտ ժամանակներս կարող ենք կանգնել այն մարտահրավերների առաջ, ինչպես որ կանգնացինք 100 տարի առաջ Սևերի պայմանագրից առաջ, չէ՞։ Ես ինչ եմ դա ասում։ Իհարկե միայնակ մենք չենք կարող հասնել այդ դենացիֆիկացիային։ Ինչպես որ միայնակ հрьяաները չեն կարող հասնել Գերմանիայի դենացիֆիկացիային։ Գերմանիային հաղթեցին այն ժամանակվա Խորհրդային Միությունն, Միացյալ Նահանգները, Բրիտանիան, բան, չէ՞։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք, մենք պետք է նախ պինդ պահենք մեզ, երկրորդն X պայն, ես չեմ ասում Թուրքիան գնանք կործանենք, որ տարածքներ վերցնենք, չէ, դա իրատեսական չի, բայց մենք պետք է ապահովագրենք մեզ այնպիսի պայմաններով, որ Թուրքիայում կոտրվի բանը կայսրական բնազդը եւ ազգայնական բնազդը։ Եթե Թուրքիայում այդ չկոտրվի այդ process-ը, ինքը էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում միշտ մեզ։ Օրինակ եմ ասում, հիմա այս Ադրբեջանի պահանջը Արևմտյան Հայաստան սարքելու, դա իրականում ադրբեջանական պահանջ չի, ասեմ, դա Թուրքիայի պահանջն է, բոլոր փորձագիտական շրջանակները նշում են, որ սա իրականում թուրքական նախագիծ է։ Պարզապես Թուրքիան
դա դելեգիրվեց արել, որ Ադրբեջանը դա ներկայացնի։ Պարոն Բոզյան, քանի որ մեր ժամանակը սպառվեց ավարտում ենք արդեն, վերջի հարցը եւ շատ կարճ խնդրեի ավարտեինք։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ կանգնած ենք երկընտրանքի առջև, հա, կամ գնում ենք այն ճանապարհով, ինչ դուք ներկայացրեցիք, դենացիֆիկացիա, այսինքն կրտվելու ճանապարհով կոպիտ։ Դա կնշանակի կործանման ճանապարհ։ Դա միանշանակ եմ ասում։ Հայաստանը կվերանա այդ բանով, դա միակնահայտ։ Եթե ճանապարհով, որտեղ Հայաստանը փոքր երկիր է, եթե Հայաստանը ուներ 2 միլիոնից երկիր, տրամաբանական կներ, մեծ երկրները դենացիֆիկացիա հասկանում երկրորդ ճանապարհը դա Ստամբուլը այրանցով սարքելը չի։ Իհարկե, միանշանակ։ Եվ երկրորդ ճանապարհը թուրքերին եւ ադրբեջանցիներին պատերազմ հայտարարելը չի։ Եթե դու չես ուզում կրտվել, այդ չի նշանակում, որ դու պատերազմ 21-րդ դարում, ես շատ կարճ բան բազա։ Մենք պետք է ուժեղ պետություն ստեղծելու հետ միասին սկսենք ինտենսիվ երկխոսությունը թուրք հասարակության այն հատվածի հետ, ովքեր որ կողմ են, որ Թուրքիայում էլ գնա դենացիֆիկացիա։ Ինչի։ Եղավ, տես փորձ եղավ։ Ինչի, որտեղ այդ զանգվածները նույնպես համարում են, որ Թուրքիան պետք է դառնա նորմալ եվրոպական տիպի երկիր, որտեղ մարդկանց կենսամակարդակը բարձրանա։ Հիմա Թուրքիայի ժողովրդի մակարդակը եվրոպականներին շատ հեռու է։ Այնտեղ ճիշտ է, մեզանից 2 անգամ ավելի լավ են ապրում, բայց այնտեղ ինֆլյացիայի տոկոսները բաները կատաստրոֆա են։ Եվ իրանք ասում են, որ Թուրքիան պետք է ժամանակից նորմալ երկիր դառնա, իսկ դրա համար խանգարում է ազգայնական այդ ինստինկտները, մեկ էլ կայսրական ինստինկտ, եթե Էրդողանը այդ կայսրական ամբիցիաները չուներ, Թուրքիան ավելի հեշտությամբ ավելի կարելի էր նորմալ երկիր դառնալ։ Այդ զանգվածը հետ պետք է մենք անընդհատ երկխոսության մեջ լինենք եւ մեր երկար ժամանակի ընթացքում ես համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել նրան, որ իրանց էլ է շահավետ ցեղասպանությունը ճանաչել ինչու, բայց իրանք պետք է երաշխիք ունենան, որ մենք պետք է տարածքային պահանջներ չունենանք։ Իրանք ասում են, եթե մենք ցեղասպանությունը ճանաչենք, դա արդեն մեր կողմից դուրս կգա այդ վնասակար այդ էլեմենտները մեր միջից եւ մենք նորմալ երկիր կդառնանք եւ իսկապես ցեղասպանությունը ճանաչելուց հետո ես համոզված եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ վերջապես մենք կարանք նորմալ բարեդրացիական հարաբերություն, ինչպես որ գերմանացիների հանդեպ օրինակ եթե Հիտլերը լիներ, ես ամեն մի գերմանացու մեջ կտեսնեի պոտենցիալ Հիտլերի։ Հիմա ամեն մի թուրքի մեջ մենք պոտենցիալ Թալատ Փաշային ենք տեսնում, հոգեբանական է այդպեսի։ Եվ Էրդողանն էլ նպաստում է դրան։ Եվ հա, հիմա մեր գլխավոր նպատակը որը պետք է լինի, վերջնական ասեմ, մենք պետք է հասնենք նրան, որ այնտեղ լինի դենացիֆիկացիա, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես նորմալ բարեկամական հարևան հետ հարաբերություն։ Շնորհակալություն։ Հայերին Թուրքիայի, Ադրբեջանի պահանջով է դենացիֆիկացիայի դեկոտորաբորման շրջանակներում է նաև, որ հենց ցեղասպանության հաջորդ օրը իրենք այդ կեղծ քաղաքացու օր չէ, հռչակեցին 2018-ից։ Այդ խորոված փարտին այդ շարքի մեջ է։ Ամիրյանովի դա Հայաստանի ժողովրդին նվաստացնելու, փչացնելու, մեր արժեքները կոտրելու process-ը, դա տրամաբանական եւ կոպիտ ասած, ասում ախպեր ուզում եք նահատակ ազգ լինել, թե խորոված լափող կներեք, էլի ուրիշ բան չեմ կարող ասել։ Ընտրեք, որն եք ուզում։ Եվ ով ասում նահատակ ազգ, դա լավը խորոված ուտի։ Անդորից է մեծագույն խայտարակությունն է։ Որ մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ, ճիշտան որպեսզի մեր հիշողությունը ջնջեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բոզոյան։ Մեր ընկերներին չմոռանանք ասել, որ այսուհետ իրենք պետք է հավանեն, բաժանորդագրվեն 7 օր TV YouTube-յան ալիքը, որովհետև մեր ոդքասթը հեռարձակվելու է արդեն 7 օրին YouTube-յան ալիքով, նաև Facebook-յան էջին, TikTok-ին եւ այլն։ Մեկնաբանեք ձեր կարծիքները, գրեք, կիսվեք կիսվեք եւ միացեք մեզ, որ փոխենք։